Պարոն Ստեփանյան, այսօր վաղ առավոտվանից Բարգավաճ Հայաստանի պատգամավորության թեկնածուների տներում, գրասենյակներում Բարգավաճ Հայաստանի խոզարկություններ են տեղի ունենում։ Կխնդրեմ նախ ամփոփ ներկայացնեք պատճառը որն է եւ խոզարկություններից մանրամասներ հայտնեք, ինչ են առգրավել, ինչ ընթացքում է հիմա։ Ձեզ հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունով, նաև Մայր Հայաստան կուսակցությունն է մասնակցում ընտրություններին, համամասնական ցուցակով Բարգավաճ Հայաստան կուսակցությունով, եւ սա այսօրվա բան չի, արդեն մի քանի օր է այս փոքրիկ խմբակը իր պարագլուխով ընկել է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետևից, այսպես ասած, տարբեր տարատեսակ ֆեյք նյութերը դաշտ մղում, որ մեկին մեղադրում են ազգի դավաճանության մեջ, այն մեկին մեղադրում են հարգված լինելու մեջ, ոչ մի բան օգուտ չի տալու։ Ինչ ուզում են թող անեն։ Իրենք քաղաքացիական պայմանագիրը, այս շենքում նստած Տիգրան Ավինյանը 9% ձայն ունեն Երևանում։ Իրենք հիմա ինչի կռիվ են տալի։ Կռիվ են տալի իրենց գոյության, կռիվ են տալի իրենց անփառունակ իշխանությունը շարունակելու, կռիվ են տալի թուրքի պահած իշխանությունը շարունակելու մեջ, եւ սրա ասենց կոնսպեկտը նայեք նրա մեջ, որ ուզում են էլի թալանեն, ուզում են իրենց հետևում հանկարծ չզարթեն մի օր հունիսի 8-ի առավոտյան զարթեն, տեսնեն, որ իրավապահ համակարգը իրենց հետևում չի։ Քաղաքացիական պայմանագիրը իր ամբողջ այս աստղաբույլով կտրվել է քաղաքացիներից։ Մենք շատ լավ տեսնում ենք, թե Երևանում տարբեր բակերում ոնց են դիմավորում այս սրտիկներին, փոքրիկ սրտիկներ անելով ոնց են դիմավորում։ Երևանցին լավ հասկանում է ինչա կատարում։ Երևանցին տեսել է, որ 23 թվականին խաբվել է։ Եկել էին ասեք կանենք լոզունգներով եւ հակառակն արեցին, երևանցիներից մուռ են հանում, թանկացումների հիչ շքերթ են բերել, գույքարկից միջև ասֆալտապատում, աղբահանություն, կարմիր գծեր, միլիարդավոր դրամներ են մսխում, ու իրենք գիտեն, որ իրենցից հետո, եթե իրենք կորցնեն այդ իրենց բաղձալի աթոռները, մարդիկ են գալու նստեն այդտեղ, ժողովրդի կողմից քվե ստացած մարդիկ ու բացահայտումներ անեն, ես ձեզ խոսք եմ տալի, Երևանցին շոկային ապրումներ ունենալու, թե քանի միլիարդավոր դրամներ են մսխե իրար մեջ։ Այն մարդիկ, որոնք որ գազելներից էին կախվում եւ իրենց ասեմ, որ հասկանան, էլի Նիսիա այս խանութից այն խանութ էին վազվզում, այն ժամանակին տարբեր օլիգարխների մոտ կապիկություններ էին անում, կլողնություններ էին անում եւ գումարներ էին աշխատում։ Հիմա այդ մարդիկ միլիարդավոր դրամներով գումարներ ունեն, բիթքոյնների վրա միլիարդավոր դրամներ գումարներ ունեն, 20,000 ավել շինթույլտվություններ են տվել, տենդերներ են շահում, մեկ անձից գնումներ են անում։ Այս ամեն ինչը նայեք այս պրիզմայի մեջ եւ ինչի է կռիվը, վախ կա։ Այսօր Երևան քաղաքում եւ Գյումրի քաղաքում իրավապահների տերոր է։ Իրավապահներն էլ են մեզ ներքին կարգով մեզ հուշում, որ ժողովուրդ ջան, էլ չգիտենք ինչ անենք։ Այս մարդը դուրս է գալի մի բան խոսում է, մեզ գցում է կրակը, մենք էլ չգիտենք։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնելով, որ նույն իրավապահները հունիսի 7-ին քվեատու տեսնելուց ու այդտեղ հայտնվելուց չեն ընտրելու քաղաքացիական պայմանագրին։ Պարոն Ստեփանյան, այսինքն իրավապահ համակարգը անկախ չի գործում, կաշկանդված է։ Իհարկե ոչ, ինչ անկախ։ Իրավապահ համակարգը հիմա գործում է մեկ մարդու շնորհիվ, մեկ մարդու ապօրինի թելադրանքներով։ Եթե այս բան ժամանակավոր կառավարության ղեկավարը գնացել է արձակուրդ եւ քարոզ արշավանում, 3-4 տեսանք Վանաձորում գոռում էր բռնեք տվեք պոլերին, քաշեք։ Բայց այսօր միայն այսօր ինքը նշեց, որ ինքը վարչապետ է, Հայաստանի Հանրապետության վարչապետն է եւ կապ չունի արձակուրդում է թե ոչ։ Ես ուզում եմ այդ մարդու ասածը ավելի ճիշտ բնութագրեմ։ Ինքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի վարչապետը չի։ 3 միլիոն ժողովրդից իրան ձայնը տվեք 21 թվականին 680,000։ Իմ նման մի 2 միլիոնի վարչապետը չի։ Իմ նման մի 2 միլիոն դեմա իրան մեզ Թուրքին հանձնելուն, մեր տարածքները Թուրքին հանձնելուն, այն որ նոր ավետիս արեց Տիգրանաշենը պետքա նվեր տանք։ Այս մարդը եկել է հողերը նվեր տալու, մենակ իր աթոռը պահելու։ Իսկ ինչ վերաբերվում է իրավապահ համակարգը կվախեցնի, մեր աջակիցներին կվախեցնի, ինչ ուզում են թող անեն։ Երևանցին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին լավ տեսնում է։ Եվ ես խնդրում եմ մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի թող լավ իմանա, որ իր քվեից է կախված ամեն ինչ։ Թե մենք մնալու ենք Հայաստանի Հանրապետությունում, թե մեզ այս բանձիկով նվեր են տալու իրենց սիրած կիրթ ու կառուցողական Ալիևին։ Եվ ամեն քաղաքացու քվեից է կախված հունիսի 8-ը ինչ առավոտ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ առավել եւս երևանցիներ, ձեր հանդեպ մուռ հանելու պրակտիկային վերջը տվեք հունիսի 7-ին ընտրելով քվեատուփում
համար 7 քվեաթերթիկին Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Մենք վստահեցնում ենք ձեզ, այս ամեն ինչի վերջը տալու է, այս թալանի վերջը տալու է, գույքահարկից բռնած, հետ ենք վերադառնալու հինգներին գույքահարկ, աղբահանություն, կարմիր գծեր, բոլորը պետք է հետ վերադառնան, որ Երևանցին կարողանա շնչել։ Այս պայդրությամբ ձեզ հայտնի է ինչ կարգավիճակ ունեն Մարտուն Գրիգորյանը եւ Անդրանիկ Թևանյանը։ Ես նոր ընտեղից եմ գալի, դեռ ոչ մի կարգավիճակ չունեն, քանի որ Անդրանիկ Թևանյանը լրագրողների ներկայությամբ գրասենյակից գնում էր տուն։ Իրանք էլ չգիտեն ինչ անեն։ Ես իմ ինչ մի հատ բան են արել, թիվ են արել, ասում են այս թվի համար 24 թվականին ես իմ ինչ տեղեկություններ, Անդրանիկ Թևանյանը 23 թվականից էսկոմ պատգամավոր չի եղել։ Պատրաստվում են ինքնաբացարկ ներկայացնելու, թե նման ոչ մի տեղեկություններ չունեմ, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասեց, որ իրավապահները դիմել են, որ իրեն անձեռնամխությունից զրկեն, որ կարողանան գործարարել։ Խնդիր չկա, ինչ ուզում են թող անեն։ Ինչքան նման սցենարի սպասում եք դուք։ Միանշանակ։ Նորից ասում եմ, վախի դրսևորում է ինքը եւ քաղաքացիական պայմանագիրը, որ կուսակցության համախմբման արդյունքում լավ քարոզի արդյունքում տեսնում են, իրանք լավ գիտեն թվերը, տիրապետում են, իրենք շուշուտ ներկայացնում են, ընկնում են նոպաների մեջ։ Այնտեղ իրանք են նոպաների մեջ, ստել Ավինան Տիգրանն է ներվայնացած։ Նորից կրկնում եմ, Տիգրան Ավինյան, դու խտուր այն, դուխով գլխարկդիր ու դուրս արի Երևանցին հայտարարի, որ քաղաքացիական պայմանագրի շտաբի պետը դու ես եւ դու ուզում ես ձայն ավակես, որ հունիսի 7-ից նորից թալանը ժողովրդին չի ստացվելու։ Իրանք պիտի թռնեն։ Պարոն Ստեփանյան, եւ տեսնում եք այն սցենարը, որ այս խոզարկությունները հասնելու են նաեւ Գագիկ Ծառուկյանի բիզնես օբյեկտներ։ Ես ոչ մի բան չեմ բացառում, իհարկե, Արա ցեմենտի համար ինչ էր ասում։ Մարդը սեփական բիզնեսը գնում է խլելու ճանապարհով։ Ինչ ուզում են թող անեն, ամեն ինչի պատրաստ են։